վճռական գործողությունների ժամանակաշրջանը։ Բալլաստներից պետք է արագորեն ձերբազատվել, հնոտիներից պետք է ձերբազատվել, աղբից պետք է ձերբազատվել, ռուսական ագենտուրայից այո պետք է ձերբազատվել, այո մեր ազգային անվտանգության ծառայությունում պետք է ստեղծվի, այսպես ասենք, ռուսական բաժին, որը պետք է սպասարկի հասարակությանը ռուսական ագենտուրան վերհանելու եւ լիկվիդացնելու ճանապարհով։ Մենք դրա կարիքն ունենք, որովհետեւ դա վերածվում է արդեն աղետի։ Հաջորդը ինչ պետք է անի պետությունը, պետք է Ռուսաստանին զրկի մեզ վրա մեր ներսից հարձակվելու հնարավորություններից։ Իսկ դա նշանակում է ռուսական ուժային ներկայությունը Հայաստանում պետք է լիկվիդացվի։ Օր առաջ դա վերաբերում է թե սահմանապահ զորքերին, թե Երևանում այդ ռազմաօդային բազային, թե Գյումրիի 102-րդ ռազմաբազային։ Ռուսական մոնոպոլիաները եւս Հայաստանում վերածվել են չարիքի եւ արգելակի։ Դրանք եւս պետք է վերածվեն։ Մեզ պետք են այլ պարտներներ, այլ ոչ թե պարտներներ, ով վրա միջազգային պատժամիջոցներ են։ Պարտներներ, ովքեր գործում են ոչ թափանցիկ, ովքեր գող են, այդ թվում նաեւ հանքարդյունաբերությունը։ Այնտեղ գործունեությունը որևէ թափանցիկությամբ չի առանձնանում եւ նրանք էլ մտածել են, թե պետությանը 20%-անոց հայատեր դարձնելով ինդուլգենցիա են ձեռք բերում, հին ձևով շարունակելու, վերածելով այնտեղ ուղղակի թունավոր անապատի։ Մեզ նման պարտներներ պետք չեն։